Մի ամիս առաջ 80-ս լրացավ։ Ես նաստոլնի տենիս խաղացել եմ, ինչ ասեմ, նետաձգություն արել եմ այնտեղ։ Վերջը հիմա ուզեցի նաև մեծ թենիսը փորձել, որ այդ երազանքն էլ իրականություն դարձնի ու իր օրինակով ցույց տա երբեք ուշ չէ ուզած կյանքով ապրելու համար։ Երկարամյա մանկավարժ Արշալույս Պետրոսյանին տարիքը չի խանգարում բոլորից առաջ մարզադաշտ մտնել, մեծ ոգևորությամբ պարապել ու ակտիվ խաղի մեջ մնալ։ Սիրել եմ կյանքը, սիրում եմ ու ես չգիտեմ առանց դրա շատ կները կառավարության արտնացելում ասում եմ չէի ուզում անկողնից դուրս գայի պատկերացնեք ժամը 6-ը բայց հիշելով որ ես պետք է այսօր գամ պարապմունքի ինձ այդ այնքան ոգևորություն մեջս առաջացավ որ ասեցի ոչ վեր կաց այծույլ վեր կաց Իսկ Անահիտը մեծ թենիս խաղացել է դեռ երիտասարդ տարիներին, ինչի համար էլ թիմում փորձառու պաշտպանի դերը նրան են վստահել։ Ինքն էլ գնդակին հետևող սուր աչքով ու դիպուկ հարվածներով ցույց է տալիս, որ նախկին ճկունությունը գրեթե չի կորցրել։ Օպա։ Թենիսը вообще դա կյանք է, շարժում է, եւ դա շատ լավ բան է։ Ես թենիս պարապել եմ դա ժամանակ ու հիմա նորից Առիթ առաջացավ, խնդիր եմ տվին գլխից։ 60-ից բարձր կանանց տնային հոգսերից ու տատիկի առօրյայից մարզադաշտ է բերել ձեռքը տուր հասարակական կազմակերպությունը։ Այստեղ հոգևոր ու կրթական նախաձեռնություններին զուգահեռ կարևորում են նաև կանանց ֆիզիկական ակտիվությունը, որը պահպանում է ոչ միայն տարեցների առողջությունն ու շարժունակությունը, այլև ինքնավստահություն ու կյանքի հանդեպ նոր հետաքրքրություններ է հաղորդում։ Առաջարկությունը համագործակցության եղել է One Ball թենիսի ակումբի կողմից, որը արժեքավոր նախաձեռնություն է մեզ համար, քանի որ մենք գտանք եւս մի գործընկեր կազմակերպություն, որը հետաքրքրված է տարեցներով եւ ցանկություն ունի ներդրում ունենալ առողջ ծերացման, ակտիվ երկարակեցության ծրագրերում եւ ինչպես տեսնում եք, մեր մարզիչները մեծ նվիրումով են դա անում։ Իմ մոտ միտք ծագեց, որ ինչի չէ, մենք էլ կարող ենք մեր ներդրումն ունենալ 65+-ների համար, որը առողջություն է, ակտիվ կյանք, էներգիա, նոր ընկերների ձեռքբերում, ամենակարևորը վերջում, որ լավ տրամադրությամբ իրանք գնում են։ Ընդամենը 2 ամսում նրանց արդեն հաջողվում է մտնել խաղի մեջ, իսկ թենիսը պահանջում է ոչ միայն լավ մարզավիճակ, այլև մշտական ուշադրություն, արագ արձագանք եւ շարժումների ճկունություն։ Թենիսը եզակի մարզաձևերից է, որ կարող են ցանկացած տարիքում սկսել, որովհետև ինքը հենց կարդիո է համարվում, սիրտանոթային համակարգի համար շատ առողջարար է ու հենց տարիքային սահմանափակում մեզ մոտ չկա։ Դուք կարող եք անգամ 99 տարեկան 9 ամսականում գաք եւ ունենաք ձեր սեփական հաջողությունները, այսօր տարիքը ստեղ կապ չունի։ Նախաձեռնությանը միացած կանայք տարբեր դժվարություններ են հաղթահարել, առողջական խնդիրներից մինչև անդառնալի կորուստներ։ Նրանք ապացուցում են, որ թոշակի անցնելուց հետո կյանքը չի սահմանափակվում միայն տնային հոգսերով, կարող են ունենալ նաև անձնական հետաքրքրություններ։ Այս թենիսը ոնց որ պատճառ հանդիսացավ, որ ես իմ տղայի գործը շարունակում եմ, ինքը սպորտսմեն է։ Չգիտեմ, ես դե հիմա որ պարապում եմ, ես գիտեմ իր հետ պարապ։ Էվելինան Գառնիից է գալիս, թենիս խաղալ երազել է դեռ դպրոցական տարիներից, բայց այն ժամանակ ոչ համապատասխան պայմաններ են եղել, ոչ էլ հնարավորություն։ Ձեռքը տուրի նախաձեռնությունների շնորհիվ նկարելու եւ մյուս երազանքների կողքին իրականություն է դարձել նաեւ այս մեկը։ Երազանքս եղել է, բայց չեմ մասնակցել փոքր ժամանակ, որովհետեւ գյուղում թենիս բան չկար, դպրոցում ավելի ճիշտ։ Հիմա եղել է մասնակցում եմ։ Ոգևորությունն այնքան մեծ է, որ արդեն որոշել են այս թիմով մասնակցելու են առաջնության։ Ծաղկանուշ Միրզոյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։